Շնորհակալություն, արձագանք համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, իսկ սահմանադրության վերաբերյալ ինչ նորություն ունեք մեզ հետ կիսելու։ Ես կարծում եմ, որ մեր գործող սահմանադրությունը ի թիվս իր լեգիտիմության խնդրից եւ բազում այլ խնդիրներից ունի մի այլ մեծ թերություն, մեծ համառություն է պահանջվում այն սկզբից մինչև վերջ կարդալու համար։ Ես անկեղծորեն կաջակցեի այնպիսի մի սահմանադրության տեքստին կկարողանայի աջակցել, որը նաև այնքան կարճ է, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ մեր քաղաքացիների մի որոշակի տոկոս, մեծ տոկոս այն սկզբից մինչև վերջ կարող է ընթերցել։ Նկատի ունեմ ժամանակի դիտանկյունից, խրթյունության դիտանկյունից, իրավագիտական տերմինաբանության եւ ծանրաբեռնվածության եւ կարծում եմ, որ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է, որպեսզի մենք ընտրությունների գնանք այդ տեքստի հրապարակված լինելու պայմաններում, որպեսզի մարդիկ նաեւ մեր հետագա պլանների մասին իմանան։ Շնորհակալ եմ։ Գիտեք, սահմանադրության հետ կապված ես երեք արտահայտվել եմ մասնավորապես նախորդ 5 տարվա հետ կապված մի խնդրեմ կա, որի վերաբերյալ մենք դեռ շատ լուրջ դիսկոմֆորտ ունենք, այդ արդարությունը եւ արդարադատությունը, որովհետեւ այո, մենք պետք է ընդունենք, ես էլ անկեղծ ասեմ, եւ մենք բոլորս էլ շատ հաճախ Հայաստանում անարդարության եւ անարդարադատության զգացում ունենում ենք,